Պատմության համար ոչ այնքան հեռավոր 90-ականներին Հայաստանը արցախյան հաղթանակները նշում էր մթության մեջ։ 88-ի երկրաշարժից հետո անվտանգության նկատառումներով անջատվել էր ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման պայմաններում Ռուսաստանից բնական գազի մատակարարումը Հայաստան դադարեցվել էր, որով էլ սնուցվում էր Հայաստանի էներգետիկ համակարգը։ 95 թվականի հոկտեմբերի 26-ին երկրորդ էներգաբլոկի աշխատանքը վերականգնվեց։ Հայաստանը դարձավ էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ 11 տարի հետո 2036-ին ՀԱԵԿ-ի երկրորդ էներգաբլոկը նորից քուն կմտնի, այս անգամ հավերժ։ Ավարտվում է էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Ռուսաստանի ֆինանսական միջոցներով Մեծամորի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը արդեն մեկ անգամ 2016-ին 10 տարով երկարաձգվել է։ Փաշինյանը անցյալ շաբաթ Մոսկվայում համաշխարհային ատոմային շաբաթ համաժողովին հաստատեց. ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկին կերկարաձգվի, այս անգամ մինչև 2036 թվականը։ Այդ հարցերը պետք է որոշվեն 10-15 տարվա առաջ, այսինքն այսօրվանից պետք է հասկանանք, թե մենք ապագայի համար եւ մյուս ամենակարևորը երկարատև էներգետիկ ռազմավարության մեզ ինչ տիպի էներգաբլոկ է պետք։ Էներգաբլոկն է շուտ 1 տարում են կառուցում։ Դա բավական երկարատև ժամանակ է, բավական երկար բանակցությունների արդյունքներ են եւ պետք է հասկանանք նաեւ ինչ հզորության է պետք, ինչ նպատակներով, արտահանման ինչ հնարավորություններ ունեն։ Ռուսները 5-ից 6 տարում կառուցում են, 1 ռեակտորը կառուցեն 5 տարում։ Հա, դա ամենաարագն է, որտեղ ասենք թե Ֆրանսիան եւ այլն 10-12 տարի է պահանջում 1 ռեակտորի կառուցումը։ Այսինքն այդ բոլոր հարցերի պատասխանները այսօրվանից պետք է դրվեն, հասկացվեն եւ գոնե առաջիկա 5 տարում որոշվի թե մեզ ինչա պետք, որ 2036 թվականին արդեն պետք է մենք ունենանք պատրաստ էներգաբլոկ, սա նշանակում որ 5-6 տարի հետո դրա կառուցումը պետք է սկսվի։ Մենք 2026 թվականին պաշտոնապես կստանանք, ես չեմ կասկածում, որ կստանանք ՄԱԳԱՏԵ-ի թույլտվությունը մինչև 2036 թվական գործող ՀԱԵԿ-ի շահագործման ժամկետի երկարացման իմաստով, իսկ որ Հայաստանը եւ պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես եւ բոլոր մասնագիտական եւ ոչ մասնագիտական վերլուծությունները վկայում են նրա մասին, որ Հայաստանի նոր միջուկային ռեակտորը պետք, դա անվիճելի է, բարեբախտաբար անվիճելի է։ Այստեղ կարևոր է հասկանալ Հայաստանը ինչ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկար է համար ընտրում եւ ինչ տեսակի ու դիզայնի ատոմակայան է ուզում, որովհետեւ ասինքն դա հզորության հետ կապված եւ այլն եւ այլն։ Կենցաղային քաղաքացիական նպատակների իմաստով ինքը պետք է կանգնեցվի եւ սկսվի կոնսերվացման գործընթաց, որը էլի շատ երկար ժամանակահատված է, որը որ շատ պարզ լեզվով ասած մասնագետների հոգսն ու խնդիրն է եւ պետության հոգսն ու խնդիրն է, բայց բնակչության համար մնացածի համար այլ ատոմակայանը Մեծամորի ԱԵԿ-ը 36-ից 39-ից այս պահին դեռևս խոսենք 36-ից 2036-ից դու չի կարող շահագործվել որպես գեներացնող հզորություն։ Ինքը պետք է կոնսերվացվի եւ մի քանի տարի պետք է պրոցես, դա միջոցառումների շարք է։ Սառեցվի այս։ Կոնսերվացումը, նո հա, եթե ոչ մասնագիտական կարող ասենք, այո, ինքը կանգնեցվելու է ռեակտորը եւ մի քանի փուլով հանվի առհասարակ որպես կայան շահագործումից որպես երևույթ արվի։ Ասեմ, որ այո, 36-ը կարա դառնա օրինակ 39-ը, բայց դա էլի ոչ ցանկալի է, որովհետեւ 46 կարող է դառնալ։ Քիչ հավանական է, բայց մենք չպետք է գնանք այդ տրամաբանությամբ, որովհետեւ մենք անընդհատ ինչու է անդադ ուշացել այս որոշումները, որովհետեւ մենք անդադ մտածել ենք եւս 10 տարով կերկարաձգենք, եւս 5 տարով կերկարաձգենք ու որոշումը նորի հետ կապված անընդհատ հետաձգվել է, որովհետեւ այդ ռիսկը նորից չկանգնենք ու արդեն կարող վերջինը լինի այդ իմաստով։ Գործող ատոմակայանն է ինքը սովետական, հիմա այսքան ռուսական, այսպես կոչված VVR համակարգեր են, որոնց կառուցումը, այո, հնարավոր է Ռոսատոմի հետ աշխատելով, բայց իրանց հաշվի առնենք, իրանց մեկ ռեակտորը, ամենափոքր ռեակտորը դա 1200 մեգավատ է, գործողը 420 մեգավատ է, իսկ մենք 420 մեգավատը պետք է փոխարինենք 1200 մեգավատանը, սա նշանակում է, որ Հայաստանը նաև մինչև այդ պետք է լուծի այդ էլեկտրաէներգիա արտահանման օրինակի համար խնդիր, որտեղ մեր ներսի շուկան շատ փոքր է։ Այդքան պետք չէ։ Չէ, մեզ սկզբունքորեն չէ, այդքան պետք է, բայց այդ նշանակում որ մյուս բոլոր կայանները պետք է կանգնեցնեն։ Ջերմակայանները, էլեկտրակայանները եւ այլն, հիդրոկայանները։ Իսկ ասենք թե հիդրոկայանները, ասենք թե Սևան կասկադը հայ սովետության մեր ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող համակարգը։
Տարածաշրջանում կամ մեզ հայտնի երկրներում էլ որտեղ կա նման դասի ատոմակայան, որը որ հիմա է տեղակայում։ Բուշեհրում կա, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետություն կա, եւ հիմա նմանատիպ կայաններ կառուցում են նաեւ Թուրքիայում, այսինքն բոլոր այն ատոմակայանները, որոնք ռուսական են, ներկայումս նույն, ասենց ասեմ, նույն համակարգերով VVR կոչվող ատոմակայաններ են, բայց տարբեր մոդիֆիկացիաներով ավելի կատարելագործված անվտանգության ավելի բարձր մակարդակով։ Մինչ Էրդողանն ու Ալիևը հաշվում են Հայաստանում ատոմային էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետի օրերը, Փաշինյանը մտմտում է ռուսական թե արևմտյան տեխնոլոգիայով ատոմակայան կառուցել եւ առհասարակ կառուցել թե ոչ։ Եթե անկեղծ լինենք, ապա ոչ մի տարբերակ չի դիտարկվում, որովհետեւ այն աղմուկը, որը կա դրա շուրջ, ինքը ավելի շատ աղմուկի, քան թե իրական բանակցային գործընթաց։ Նույն ամերիկյան մոդուլային կայանների հետ կապված աղմուկը շատ է, բայց իրական թե դա ինչ է, այսինքն իրանք է չգիտեն։ Երկրորդը, երբ որ դուք ամերիկյան պետական վարչակազմի հետ վարում եք բանակցություններ, որ դրում եք նաև էներգետիկ խնդիր, սա չի նշանակում, որ դուք էներգետիկ հարցում ինչ որ մոտենում եք դրա լուծումներին։ Որտեղ սա մասնավոր ընկերություն, ասենք թե Westinghouse Electric ընկերությունն է այդ ատոմակայանները կառուցում աշխարհում եք։ Westinghouse-ի հետ բանակցություններ վարվում են թե ոչ։ Ես գիտեմ, որ չեմ վարվում, հետաբար խոսել, որ ինչ-որ լուրջ բանակցային գործընթաց կա, չեմ կարող։ Օրինակ, հիմա ռուսական դեպքում հակառակն է, այնտեղ պետք է Կրեմլի հետ նախ պայմանավորվես, որ Ռոսատոմը կառուցի, իսկ ամերիկյան դեպքում դες չի աշխատում, այսինքն դու կարող ես սպիտակ տանել փայլուն հարաբերություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ Westinghouse Electric-ը գացելուն ինչ-որ մի բան կկառուցի։ Այսինքն տարբեր համակարգեր են, տարբեր աշխարհակաղակական կենտրոններ են, տարբեր մտածելակերպ է, այսինքն ամեն անգամ տարբեր տիպի բանակցություններ են։ Այս պայմաններում ես կարող եմ ասել, ոչ մի ռեալ բանակցություններ չկա եւ աշխարհի ոչ մի կենտրոնի հետ։ Դա փոքր ռեակտոր կառուցել ինքը ձեռնատու չէ։ Այսինքն խեն կառուցում 1200 մեգավատ, որտեվ կառուցես 1200 400 նույն գինն է։ Ermenistan Türkiye sınırına 16. Մենք կոչ ենք անում միջուկային հարցերով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին եւ Հայաստանի կառավարությանը։ Փակեք Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանը չի բախվել Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ճակատագրին։ Մեր երկրի համապատասխան կառույցները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն այս էլեկտրակայանը փակելու համար։ Մեր պայքարը կշարունակվի մինչեւ ատոմակայանի փակումը։ Այս տարվա հունիսի 1-ին Իգդիրում 33 բնապահպանական եւ իրավապաշտպան կազմակերպությունների հերթական հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն է ընթերցել Մերսինի բնության եւ շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահատ Ասլանը։ Թուրքիայի Մեծամորի ատոմակայանի փակման կոչեր հնչել են տարբեր տարիներին շատ ավելի բարձր պաշտոնյաների կողմից, հատկապես 44-օրյա պատերազմից եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանացումից հետո։ Բնապահպանական մտահոգությունների քողի տակ ատոմակայանը փակելու կոչեր են հնչում մեկ Թուրքիայում, մեկ Ադրբեջանում։ Իսկ որն է իրական մտահոգության պատճառը։ Վտանգի մասին խոսակցությունները կեղծ են եւ սուտ։ Չի ներկայացում ինքը վտանգ։ Այսինքն ցանկացած ջերմակայան ավելի վտանգավոր է, քան ատոմակայան։ Թեկուզ համար, որ ատոմակայանը ավելի մաքուր կայաններ են, օրինակ ինքը C2 գազ չի արտադրում, չի արտանետում, հետաբար ինքը վտանգի առումով չի նայում։ Այսինքն էկոլոգիական առումով ինքը շատ ավելի անվտանգ է։ Իր վտանգի մասին խոսում են ադրբեջանցիները եւ թուրքերը, իրենց այսպես կոչված կեղծ էկոլոգները, ինքը իրենց վտանգ չի ներկայացնում, որտեղ ինքը գտնում է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության ներքո, ՄԱԳԱՏԵ-ն ուղիղ օնլայն համակարգով վերահսկում է մեր ատոմակայանը, ինչպես նայում աշխարհի շատ ատոմակայան։ Եվ եթե վտանգ լինի, առաջին ինքը կբարձրաձայնի դրա մասին։ Այդ դեպքում Թուրքիան ի՞նչն է վախեցնում։ Թուրքիան ոչինչ չի վախեցնում, Թուրքիան քաղաքական խնդիր է լուծում, Հայաստանին զրկել ատոմակայանից։ Գաղտնի չի, որ այդ մտահոգությունները ճակերտավոր սին են։ Ինչու՞, որովհետև ես առիթը բաց չեմ թողնում մանավանդ վերջի օրերին, երբ որ շփվում եմ նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ասում եմ թողենք հայ մասնագետների դիտարկումները մի կողմ։ Դրա լավագույն պատասխանը անվտանգության իմաստով տվել է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենը Գրոսին Երևանում եւ Մեծամորում։ Ես ինքս դա բազմաթիվ անգամ ասում, բոլոր հնարավոր հարթակներում ուզում եմ դա հնչի, որովհետև ինքը ասել է, գրեթե բառացի եմ ցիտում, որ ինքը որպես ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն չի ափսոսում, որ տարիներ ի վեր, այսինքն 95 թվականից սկսած գործողայքի մասով ՄԱԳԱՏԵ-ն աջակցել է Հայաստանին եւ շահագործման իմաստով եւ տեսչական այցերը, որ բարբերաբար եղել են, կան եւ կլինեն հետագայում, արձանագրում են դրական շահագործման փորձի մասին։ Դա այդ հայտարարությունները ինչպես Երևանում պաշտոնական հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մեծամորում մասնագիտական շրջանակում եւ որ ավելի կարեւոր է, անամնման
ոչ բառացի նույնը, բայց համանման արտահայտություն ինքը արել է նաև Բաքվում, Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, որ իրենք այդ հարցը բարձրացրել են։ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ վատ վիճակի մեջ գցելու խնդիր են լուծում, իրանց այդ քաղաքականությունը պարզ է։ Ինչպես 90-ականների։ Ինչպես միշտ ընդհանրապես 90-ականներին 100 տարի առաջ եւ այլն, իրանց համար Հայաստանի իրավիճակի վատ թարացում բխում է իրենց շահերից, դա քաղաքական վատ թարացում, տնտեսական, էներգետիկ եւ այլն։ Դա համար ատոմակայանի փակելը իրանց համար ռազմավարական խնդիր է, իրանք դրել են իրենց առաջ այդ խնդիրը եւ կամաց բարձրացնում են առաջ։ Նաեւ Թուրքիայի տնտեսական օրակարգում կա հարց, որ արտահանող է դառնալու, էներգիա արտահանող երկիր է դառնալու։ Սրանով է նաեւ պայմանավորված։ Թուրքիան փորձում է այնպես անել, որ մենք ապագայում չունենանք մերը եւ իրենից ներկրենք էներգիա։ Ինչու՞ չէ։ Նաեւ շատ հնարավոր է դրանով, որտեղ ասենք թե իրենք հիմա հանդիսանում են դեպի Վրաստան էներգիա արտահանող պետություն։ Ժամանակին մենք ենք հիմնականում Վրաստանին էլեկտրաէներգիա արտահանում։ Հիմա փոխարինել վրացիները, մեզ փոխարինել են թուրքերով եւ ադրբեջանցիներով։ Եթե նախկինում 90-ականների վերջին 2000-ականների սկզբին, այո, իրանք ուզում էին Հայաստանի զրկեին ատոմային գեներացիայից իդեմս մեծամորի հնարավոր փակման, որովհետև բոլորը գիտեն, դա գաղտնիք չի ոչ մեկի համար, որ ատոմային էներգետիկան Հայաստանի պարագայում առավել եւս դա ազգային անվտանգության, էներգետիկ անվտանգության գիծ ազգային անվտանգության կարևոր, եթե ոչ գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Բացի դրանից դա շատ մոդայիկ է հիմա էներգետիկ անկախություն տերմինը, դա հենց էներգետիկ անկախության ապահովման կարևոր ատրիբուտներից, կարևոր գլխավոր տարրերից մեկն է։ Բայց հիմա քանի որ կանգնած է նաև նոր ատոմակայանի կամ նոր ռեակտորի, եթե ավելի ճշգրիտ լինենք հարցը, հետեւաբար Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կարևոր խնդիր է նաև կամ հիմա արդեն գլխավորապես ըստիս, որ թույլ չտա Հայաստանը նոր մեծ հզորություն, նոր մեծ ռեակտոր ունենա, որովհետև դա կավելացնի ոչ միայն կամրապնդի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, այլ նաև Հայաստանի նոր դերակատար կարող է դարձնել։ Իսկ ո՞րն է Հայաստանի համար ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ամենաշահավետ տարբերակը։ Մասնագետների գնահատմամբ արևմտյան տեխնոլոգիաներով կառուցված ատոմային 1 ռեակտորի գինը շուկայում սկսվում է 10-12 միլիարդ դոլարից, մինչդեռ դրա ռուսական համարժեքը կրկնակի էժան է։ Եթե գնային մատչելիության մասին, դա Ռոսատոմին ինքի արժի մոտավորապես 5.5 միլիարդ։ Մնացածինը կրկնակի ավելի թանկ է։ Եթե գնային, եթե տեխնոլոգիական մատչելիության կան, նորից էլի Ռոսատոմն է, որտեղ մենք ունենք ինժեներական շկոլա հայկական, որը կարա այդ համակարգի հետ աշխատի, ասենք ֆրանսիական ամերիկյանի դեպքում մենք պետք է 0-ից նորից մասնագետներ պատրաստենք, որը բավականին երկար ժամանակ է պահանջելու։ Դա հնարավոր չէ մի տարում, 2 տարում պատրաստել։ Նոու-հաուների Սիրահար Փաշինյանի կառավարությունը հակված է Հայաստանում կառուցել մոդուլային ատոմակայան։ Այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են գնում հիմնականում Միացյալ Նահանգների հետ, որին մասնակցում է Ֆրանսիան, մի փոքր էլ Չինաստանը։ Ըստ էներգետիկ ոլորտի փորձագետների, այդպիսի ատոմակայանների գործարկման փորձ շատ քիչ երկրներ ունեն։ Դեռ ավելին Միացյալ Նահանգները արգելել է իր երկրում մոդուլային կայանների գործարկումը։ Մոդուլայինի համակարգը ամերիկացիներն են մշակել, բայց իրանք Միացյալ Նահանգներում ունեն մի հատ փորձնական, բայց նույնիսկ իրանց հատուկ հանձնաժողովները, որոնք կան լիցենզավորում են, ինչու՞ հիմա լիցենզիա չեն տվել։ Վերջին 20-30 տարիներում արևմուտքում այսպես սկսած կանաչ շարժման արդյունքում, որ հրաժարվենք ատոմակայանից եւ այլն, բերել են նրան, որ իրենց իրենք որոշակիորեն հետ են մնացել ատոմակայանների զարգացման առումով։ Ի տարբերություն Ռուսաստանի եւ Չինաստանի, որտեղ օրինակի համար Միացյալ Նահանգները 20-30 տարի ատոմական իր տարածքում չի կառուցում, հասկանալ, որ դու 30 տարի չես կառուցում, դու կորցնում ես մասնագիտական որակներ։ Մեծամորի ատոմակայան ինքը նախատեսված է եղել 4 ռեակտորի համար, որոնցից գործում է 1-ը։ Այսինքն այնտեղ եւս 2 ռեակտոր կարելի է կառուցել ու 2-ը պետք է, բայց մի ռեակտոր հանգիստ կարելի է կառուցել։ Մենք հարթակը, ինչպես հիմա մոդայիկ ասել, Խորհրդային Միությունից ժառանգել ենք։ Այսինքն մենք պատրաստի հարթակ ունենք, ուղղակի պետք է համապատասխանեցնել կամ հարմարեցվի, ինչպես ինժեներական լեզվով ասած, պրիվասկա արվի արդեն նոր հնարավոր լուծմանը, որ Հայաստանը ինքը պետք է հասկանա ինչ զարգացման ճանապարհով է գնում, եւ այդ զարգացման տրամաբանության մեջ հասկանա թե ինչ հզորություն է պետք ու ինչ հզորության այդ հզորությունից ելնելով որ պետության կամ որ կազմակերպության առաջարկն է ավելի ցանկալի եւ նախընտրելի։ Առհասարակ էներգետիկայում, իսկ առավելապես ատոմային էներգետիկայում ֆինանսականը դա ուղղակի չի ընկալվում, այսինքն թանկ է կամ էժան։ Եթե կառուցելու ենք մեծամորում, ապա դա պետք է լինի ռուսական վիվեր, այլ տարբերակ հնարավոր չէ սպասել։ Իսկ ուրիշ որտեղ կարող ենք կառուցել։ Ես դժվարանում եմ ասել, որտեղ նայեք, մեծամորի ատոմակայանի տեղի ընտրությունը շատ ինքը բարդ տեխնոլոգիական խնդիր է եղել։
Եվ մեծամորի ատոմակայանը միակն է, որը 9 բալանոց երկրաշարժի է դիմաց, եկեք չմոռանանք, էլի սպիտակ երկրաշարժ։ Ու սպիտակ երկրաշարժն է ապացուցել, որ իր տեղը իդեալական ընտրված։ Շատ ճիշտ են ընտրել եւ նույնիսկ ժամանակին ասում են, որ Հայաստանը երկու հատ իդեալական ընտրված տեղ կա։ Դա Մայրաթորն է, Սուրբ Էջմիածինը եւ Մեծամորը, որոնք տասնյակ երկրաշարժեր են եղել, օրինակ Մայրաթորը երբեք չի քանդվել։ Իր շրջապատի բոլոր եկեղեցիները քանդվել են, բայց ոչ ինքը, որտեղ ճիշտ տեղը ընտրված է։ Երկրաշարժ, այսպես կոչված կանաչ շարժումներ եւ այլն, այդ ժամանակից երբ որ ինքը փակվեց եւ առաջինը եւ երկրորդը, հետո երբ որ որոշվեց էներգետիկ ճգնաժամի ժամանակ վերագործարկել, առաջինը հնարավոր չեղավ վերագործարկել, առաջին էներգաբլոկը, երկրորդ էներգաբլոկը ներկայինս իմիջիալոց դա եւս մեծ ձեռքբերում է, որտեղ աշխարհում հայտնի չի ինձ որևէ այլ պետություն, որ կարողացել է կոնսերվացրած ավելի քան 7 տարի կոնսերվացրած էներգաբլոկը վերագործարկել։ Հայաստանը միակն է այդ իմաստով։ Նաև դրա համար են, որ ՄԱԳԱՏԷ-ում մեծ հարգանքով են վերաբերվում հայ մասնագետներին։ Համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին Փաշինյանը ծանոթացավ Ռոսատոմ խոշորագույն կազմակերպության նորագույն տեխնոլոգիաներին, սակայն բոլորին հասկացնել տվեց. Հայաստանը ապագա ատոմային էներգաբլոկի կամ նոր ատոմակայանի կառուցման հարցում դեռ փնտրտուքների մեջ է։ Իսկ ինչ տեղի կունենա, եթե մինչև 2036 թվականը Հայաստանը մնա առանց նոր ատոմային էներգաբլոկի, չէ՞ որ կան այլընտրանքային էներգիայի աղբյուրներ։ Ի վերջո մեր երկրում արևը միայն լոլիկ եւ ծիրան աճեցնելու համար չէ։ Համակարգերը, որոնք կան, ասենք թե արևային էներգիա եւ այլն, եվրոպական փորձը ցույց տվեց, որ նրանք կայուն չեն։ Հիշենք, մի ամիս առաջ ամբողջ Իսպանիան 3 օր գտնվում էր այսպես կոչված blackout-ի մեջ, այսինքն որ ընդհանրապես էլեկտրաէներգիա չուներ, զրոյական։ Իրենք ստիպված նորից իրենց ատոմակայինները վերագործարկեցին, բայց այդ վերագործարկումը տևեց 3 օր։ Հետևաբար սա ցույց տվեց նաև, որ եթե դու հիմնվում ես արևային կամ քամու էներգիայի վրա, սա անկայունության շատ մեծ խնդիրների առաջ է բախում։ Իսկ եթե դու ուզում ես, ասենք, արդյունաբերություն զարգացնել, քեզ պետք է կայուն էներգետիկա, որը կարող է ստանալ հիմնական ջերմակայանների եւ որը կախված է գազից կամ ատոմակայինների միջոցով։ Արևային էներգիան, քամային էներգետիկան, փոքր հեկերը եւ այլն, դրանք իհարկե Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, բավականին արդյունավետ օգտագործում է երբեմն նաեւ աճի թռիչքաձևը, որը դրական է իհարկե, բայց որևէ նման նշած էներգիայի արտադրություն չի կարող ապահովել այն կայունությունն ու երկարաժամկետությունը, որը կարող է ապահովել ավանդական գեներացնող խզորությունները։ Դա մասնավորապես ջերմաէլեկտրակայաններն են, մեծ հիդրոէլեկտրակայաններն են, խոշոր եւ ատոմակայաններն են։ Ջրածնային սաղմային վիճակում է, շատ թանկ է եւ դեռևս որևէ պետություն պատրաստի ջրածնային կայան չունի։ Սակագնի վրա որքան կազդի նոր էներգաբլոկը։ Նոր էներգաբլոկը կազդի սակագնի վրա, որտեղ ցանկացած նոր բան որ կառուցվում է, քեզ ահռելի ներդրումներ է պետք։ Որտեղ հələ հարցը մենք կարողանանք այդ 5.5 միլիարդը գտնել, որ այդ ներդրում անելի է, ես չգիտեմ։ Կամ 10 միլիարդ է, եթե արևմտյան գտնում։ Հա, բարձա որ դժվար թե կարողանանք ու հաշվի առնելով որ մեր շուկայի փոքրությունը ինքը դժվար է այդ գումարը հետ բերել։ Իշխանությունը էներգետիկ ոլորտում բարեփոխումներ է սկսել է իր կուսակցին հեծում տնօրեն նշանակելուց։ Այն դեպքում, երբ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտին մնացել է 2 ընտրական շրջան 5-ական տարով։ Կառավարությունը չի ցանկանում շտապել կամ ինչ-որ դանդաղ է շտապում։ Գուցե էներգետիկ հարցերում եւս Հայաստանը որդեգրել է Թուրքիային չսադրելու քաղաքականությունը։